հոդվածի մեջ, մեր հոգևոր կրթությունը նրանով է կարևորում, նրանով է կարևոր, որ սովորողները ոչ թե առարկայի նման հոգևոր կրթությունը անգիր են անում, այլ կարողանում են իրոք այդ հոգևոր կրթությունը զգալ իրենց մեջ, այսինքն այն ուղղակի առարկա չէ, որ 45 րոպե դասարանում նստեն սովորողները եւ ինչ-որ դասախոսություն լսեն, այդպիսի բան է, որ երեխաները կարողանում են ճանաչել հոգևոր կրթությունը իրենց ինչ է ներկայացնում եւ կարողանում են զարգանալ դրա միջոցով, դա կլինի թե հոգևոր ինչ-որ հոդվածներ կամ նյութեր ուսումնասիրել, կապված, գրել, վերլուծել, ժամանակություններ նաև որտեղ երեխաները կարողանում են նաև ուսումնասիրության հետ կապվել և շարականներ սովորել և դրանք միջոցով իրենք ավելի են կարողանում զգալ ինչքանով է իրոք կարևոր հոգևոր կրթությունը և ժամանակությունները եկեղեցում ամեն ուրբաթ օրը դրանք մասնակցելը և իհարկե հոգևոր կրթությունը կարևոր է, որովհետև նա ընդհանուր է զարգացնում մարդուն ամեն ձևով։ The work of mentor teachers, mentor դասատուների աշխատանքը մխիթարը դասատուների համալում, անգլերենի դասատուների հետ տարբեր դասատուների ընթացքում։ Ինչու եմ ես ընտրել այս հոդվածը, որտեղ ես քանի որ 12 տարի արդեն սովորում եմ մխիթարը ես տեսել եմ այդ անգլերեն սովորեցնելու տարբեր դասարանում տարբեր ձևերի անգլերեն սովորեցնելու փոխարիններ են հենց տարբեր լեզուներից, որ այդ անգլերենում ու հայերենում նույնն են, իսկ հենց դժվար մասերից մի քիչ տարօրինակ է իմ համար, բայց քանի որ ծանոթ եմ հայերենի ետազոտությանը, որ ամեն մի նախադասություն անգլերեն թարգմանելիս, որ փորձում եմ որ բայց միմյանց ցանկությունը հայերենը հասկանալ։ Անընդհատ ուզում եմ ինչ-որ տեղ հավելյալ ստորակել, ինչ-որ բուտ միջակայք դնեմ, բայց հասկանում եմ, որ նույնպես չի աշխատելու։ Բայց հասկանում ես լեզվային այդ տարբերությունները։ Հայերեն շարունակություն է բան չէ։ Հայ դրաս։